Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Հայաստանը որոշել է երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036 թվականը, երեկ Մոսկվայում ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, որի քննարկումների առանցքում էին ատոմային էներգետիկայի ապագան, անվտանգության նոր ստանդարտները, երկրների համագործակցությունը։ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն էլ ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների կարևորությունը։ Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է հայկական ատոմակայանի կողմից, որի շահագործման ժամկետը մինչև 2026-ն էր երկարաձգվել։ Վարչապետը Մոսկվայում հայտնեց, որ այն կերկարաձգվի մինչև 2036 թվականը, եւ Հայաստանը կշարունակի ատոմային էներգիայի միջուկային գործակալության եւ այլ գործընկեր երկրների հետ զարգացնել սերտ համագործակցությունը, գտնելու գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը։ Հայկական ատոմակայանի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Ռոսատոմ պետական կորպորացիայի եւ այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ եւ վստահելի գործընկերության արդյունք։ Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի հայկական ԱԵԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է։ Վարչապետը Մոսկվայում է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովի շրջանակում, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելարուսի նախագահները, Մագադեի գլխավոր տնօրենը, Մյանմարի նախագահի պաշտոնակատարը, Եթովպիայի վարչապետը, Իրանի փոխնախագահն ու Ուզբեկստանի փոխվարչապետը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին եւ վերահաստատում է իր հանձնառությունը չտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին եւ սկզբունքներին, հաստատելով ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշիռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը։ Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է եւ կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման, Փարիզի համաձայնագրի շրջանակներում մեր ազգային մակարդակով սահմանված ներդրումների կատարման եւ ազգային տնտեսական աճի աջակցման գործում։ Միևնույն ժամանակ միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա եւ ապագա սերունդների առջեւ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հայկական ԱԵԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Այս տարի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության հիմնադրման 80-ամյակն է։ Այս առիթով ռուսական կողմին շնորհավորելով Փաշինյանն ասաց, որ դա գիտատեխնիկական զարգացման կարևորագույն իրադարձություն է, միջուկային էներգիայի ոլորտի փայլուն մտքերի աշխատանքի արդյունք։ Հաճելի զուգադիպություն է նաև այն, որ ֆորումն անցկացվում է էներգետիկայի ոլորտի ականավոր մասնագետ եւ հայկական ԱԵԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակովի 80-ամյակի տարում, ով անջնջելի հետք է թողել հայկական ԱԵԿ-ի պատմության մեջ։ Ատոմային էներգիան կարևոր դեր է խաղում կայուն եւ մաքուր էներգամատակարարման ապահովման գործում։ Փաշինյանը հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում այսուհետ եւս կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, եւ որ միասին կարող են ստեղծել կայուն ապագա իրենց բոլոր երկրների համար, ուղղելով ջանքերը նոր տեխնոլոգիաների մշակմանը, անվտանգության բարելավմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Վարչապետի խոսքով շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։ Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ ժամանեցիք միջազգային միջոցառմանը նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը։ Հայաստանի վարչապետը կարևորեց ատոմային էներգիայի դերը ԱԵԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությունը, նաև այն, որ Հայաստանն այժմ աշխատում ու փնտրում է երկրի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, ակտիվ երկխոսություն ունենալով Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև արդյունավետ համագործակցելով Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրելու համար։ Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է եւ ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա։ Պուտինը կարևորեց այն, որ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը եւ ինչպես Փաշինյանը ֆորումի ընթացքում նշեց, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։
все-таки такой серьезный. Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է այդ այգի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Логично. Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն արձանագրին, որ առհասարակ երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգանում են լավ կամ ըստ նախատեսվածի։ Վլադիմիր Պուտինը կարևորեց այն, որ իրենց վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024-ին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն են ունեցել։ Рекордный показатель. Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ։ Добро пожаловать еще раз. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի առևտրաշրջանառության որոշակի անկում է նկատվում, որը կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց կարծում է այդ ուղղությամբ աշխատելու հնարավորություն կա, որ փոխադարձ առևտուրը շարունակի աճել 2023-ից 2024-ի տեմպերով։ Конечно же, Իհարկե մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Շնորհակալություն։ спасибо. Հիշեցնենք, Փաշինյան-Պուտին հանդիպում վերջին անգամ կայացել էր ամռան վերջին օրը Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինի երկկողմ բանակցությունների շարքում առաջինն էր։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Իսկ այսօր եւ վաղը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդես կգա բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը մասնակցել է մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը, հանդես է եկել ելույթով։ Կայուն զարգացումը հնարավոր չէ առանց խաղաղության։ Անցյալ տարի հենց այս նույն դահլիճում իմ ելույթում ես ընդգծեցի Հայաստանի անսասան հանձնառությունը նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը։ Այսօր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հաջող հանդիպումից եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման միջոցով ձեռք բերված պատմական հանգրվանից հետո ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է։ Անցյալ տարի ես նաեւ նշել էի, որ մեր խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի, նրա հարևան երկրների, ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության զարգացմանը։ Այս տարի Միացյալ Նահանգների Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից համատեղ հռչակագրի ստորագրմամբ մենք համաձայնության ենք եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն եւ իրավազորություն։ Եվ այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ։ Մենք վստահ ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը եւ տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինեն։ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացումը, ներառյալ դրա անբաժանելի իմաստ կազմող TRIP փոխկապակցվածության ծրագիրը կստեղծեն տնտեսական աճի, երկխոսության եւ ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ, այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում գործընկեր երկրներին, որոնք արդեն ողջունել են այս նախաձեռնությունը, եւ հույս ենք դնում բոլոր միջազգային գործընկերների, ներառյալ G20-ի աջակցության վրա այս տեսլականն առաջ մղելու գործում։ Եզրափակելով Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը նորացված բազմակողմ համակարգին, որի առանցքում ՄԱԿ-ն է ունակ ապահովելու խաղաղության, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության փոխլրացնող հիմնասյուները։ Նյու Յորքում արտաքին գործերի նախարար Միրզոյանը հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Արձանագրվել է, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է դինամիկ, ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։ Հարարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտկեր են փոխանակել աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների շուրջ եւ դրանց պայմաններում առանձնանշել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էին խորհրդարանական լսումներ։ Թեման խմբակցության ներկայացրած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր։ Ներկայացնելով հայտարարության տեքստը պատիվ ունեմ խմբակցության
Քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ իրենց կարծիքով ներկայումս ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը ենթադրում է մի շարք քայլեր, որոնք էլ նկարագրված են հայտարարության տեքստում։ Հայաստան խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը, իշխող խմբակցության պատգամավորները լսումներին ներկա չեն եղել։ Լրագրողների հետ զրույցում լսումներին անդրադարձել է ազգային ժողովի նախագահը։ Գործընթացը մեծ առումով սկսեց ակտիվ շրջանառվել գարնանը 2025 թվականին։ Բազմաթիվ կարծիքներ են հնչել, բազմաթիվ մոտեցումներ են արտահայտվել։ Շատ հաճախ դրանք եղել են շատ սուր, շատ բուռն են եղել, բայց բոլոր այն մոտեցումները, որոնց հիմքը եղել է քաղաքական, բնականաբար սա գործընթացի արդյունավետություն հաղորդող հիմնական գործիքներից են եղել։ Ավելին այս ժամանակահատվածը նաև նախատեսված է եղել այն կետի համար, որպեսզի հնարավորություն լինի հասկանալ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները, հիմնական ուժերը, առհասարակ ինչ մոտեցում ունեն երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի եւ ինչ առաջարկ են իջեցնում հանրությանը։ Ես ինչպես իմ խոսքում արտահայտեցի, հանրապետականը ստեղծված ճգնաժամային իրավիճակում դա տեսնում էր կառավարության անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում, բայց մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք նաև լսելու եւ հանրային դիսկուրսում տեսնելու նաև այլ եղանակներ, որոնք հնարավորություն ցույց կտան մեզ եւ քաղաքական դաշտին համախմբելու այդ մոտեցման շուրջ եւ այս ամփոփիչ ժամանակահատված այս մի քանի ամիսների եւ հատկապես խտացված առումով վերջին շաբաթների մեզ նաև հնարավորություն են տվել նաև որոշակի եզրահանգումներ անել ընդհանուր իրավիճակից դուրս գալու եղանակների շուրջ։ Այս լսումները նախատեսված է ըստ էության նաև ամփոփելու քաղաքական դաշտի հիմնական դերակատարների նախաձեռնությունների մոտեցումները եւ վերջնական հանգելու այն կետին, թե այդ լայն ճակատը, որը պոտենցիալ ունի եւ պետք է միավորի, ինչի շուրջ կարող է տեղի ունենալ։ Գործընթացի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպիսի ճակատ կձևավորենք, ինչպիսի պոտենցիալ դա կունենա եւ ինչպիսի արդյունավետ ճանապարհով կշարժվենք։ Ճանապարհները հիմնական ուրվագծված են եւ որքան մեծ լինի դրա շուրջ համախմբումը, գործընթացի արդյունավետության երաշխավորվածությունը շատ ավելի մեծ կլինի։ Մեր գործընկեր պատիվ ունեն խմբակցությունը իդեմս հանրապետական կուսակցության ստանձնել է քաղաքական պատասխանատվությունը եւ հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Մեր այդ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը եղել է հետեւյալը, որ մենք միանում ենք իմպիչմենտի գործընթացին, հրապարակել ենք մեր ստորագրությունները, ասել ենք եկեք արձանագրենք, որ Հայաստան խմբակցությունը միացված է եւ ուժերը կենտրոնացնենք իշխանական падգամավորների վրա, փորձելով ունենանք պակասող ստորագրությունները եւ սկսենք գործընթաց։ Անցել է 3-4 ամիս, մեր գործընկերները բարբերաբար հայտարարել են, որ process-ը չի ընդլայնվում եւ առաջ չի գնում, նաեւ այն պատճառով, որ Հայաստան խմբակցության падգամավորները չեն ստորագրել այն ձևաթղթի տակ, որը ներկայացրել է մեր գործընկեր պատիվ ունեն խմբակցությունը։ Նաեւ եղել է հրապարակային հայտարարություն, որ իշխանական падգամավորներից շատերը չեն միանում նաեւ այն պատճառով, որովհետեւ այդ ձևաթղթի տակ չկա մեր ստորագրությունը։ Հետևաբար, հաշվի առնելով նոր իրողությունը եւ մեր գործընկերների այդ վստահությունները, ես մեր խմբակցության падգամավորների 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները հիմա կփոխանցեմ պատիվ ունեմ խմբակցությանը, կցելու այդ գործընթացին եւ ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ հիմա։ Մենք որևիցե ինչ ասեմ, քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված, լսումներ են, թող լսումներ անեն, ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ ստեղ կրկնի։ Երկրորդ ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում, այո, այսօր առաջին անգամ եմ ես այսօր ի դեպ լսել բանախոսներից մեկի, որ իրենք առաջարկում են ընտրություն։ Պատկերացնեք 4.5 տարի է անցել, ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս, Աբրահամյանը
մոտապես 8 ամիս է մնացել, 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք, որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ։ Դուք հասկանում եք ընդդիմության Ինչու։ որտեվ իրանք պատրաստ չեն։ Մի քանի բանի պատճառով պատրաստ չեն։ Առաջին իրանք գիտեն, որ իրանք չեն ընտրվելու։ Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանների ընդհանուր ժողովը վերջնականապես մերժել է հայկական թաղամասի կովերի պարտեզ կալվածքի պատկանելության շուրջ վեճի վերաբերյալ խաղաղ հաշտություն կնքելու տարբերակը։ Հիշեցնենք, որ կալվածքը 98 տարի ժամկետով վարձակալության գործարքի անօրինականությունը բացահայտելուց հետո իսրայելական ընկերությունը խնդիրը լուծելու փոխզիջումային տարբերակ էր առաջարկել, շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի։ Հիշեցնեմ, որ վեճը սկսվել էր դեռևս 21 թվականի հուլիսին, երբ հայոց պատրիարքությունը այսպես կիսաօրինական կամ միգուցե անօրինական գործարք էր կնքել մի իսրայելական ընկերության հետ, հայկական թաղամասի կովերի պարտեզ ռազմավարական նշանակություն ունեցող կալվածքը իսրայելական այդ ընկերությանը վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ։ Համայնքը կտրականապես դեմ էր այդ գործարքին, քանի որ այն սպառնում էր թաղամասի տարածքային ամբողջականությանը, եւ քանի որ այդ գործարքի կնքման ընթացքում լուրջ խախտումներ էին տեղի ունեցել, պատրիարքը համաձայնվեց հայտարարել, որ չեղարկում է այն եւ դիմեց դատարանով այդ գործարքի անվավեր ճանաչելիության վերաբերյալ։ Դատարանը կողմերին առաջարկել էր փնտրել այսպես հաշտեցման եզրեր, արդյունքում ձևավորվել էր այսպես խումբ, որը աշխատում էր հաշտության, խաղաղ հաշտության ուղղությամբ։ Եվ ձևավորեցին կողմերը հավելված այդ կնքված պայմանագրին արձանագրություն, որը ինչ-որ փոխզիջումային տարբերակ էր ուրվագծում։ Եվ ահա այդ ուրվագծվող փոխզիջումային տարբերակի վերաբերյալ էր այդ միաբանների ժողովը իր նիստը գումարել։ Համայնքը կտրականապես դեմ էր նաև այս փոխզիջումային տարբերակին։ Եվ քաղաքի բնակիչները եւ իրենց միացած Թել Ավիվի, Հայֆայի, Բեթլեհեմի հայեր հավաքվում էին Երուսաղեմում բողոքելու այս փոխզիջումային տարբերակի դեմ։ Գումարվեց տնօրենների ժողովը, որը որևէ կոնկրետ որոշում չկայացվեց, եւ վերջապես արդեն միաբանների ժողովը իր նիստը գումարեց վերջնական իր խոսքը ասելու համար։ Եվ երեք երեկոյան իմացանք, որ ձայների մեծամասնությամբ միաբանների ժողովը հայտարարեց, որ մերժում է այդ փոխզիջումային տարբերակը եւ չի հաստատում այդ հավելվածը, որը առաջարկում էր կնքել եղած պայմանագրին կից։ Թե ովքեր են կողմ քվեարկել, ովքեր դեմ հայտնի չէ, բայց եղել են մարդիկ, ով ընդունելի են համարել այդ տարբերակը եւ կողմ են քվեարկել։ Նաեւ չի հրապարակվել կոնկրետ այդ փաստաթղթի նախագիծը, թե ինչ էր ենթադրում այդ փոխզիջումային տարբերակը։ Ամեն դեպքում կարող ենք արձանագրել մի բան, որ պատրիարքությունը վերջնականապես մերժել է ցանկացած փոխզիջում եւ շարունակելու է պնդել, որ գործարքը ճանաչվի անօրինական եւ վերջնականապես չեղարկվի։ Միաբանների ժողովը լիազորել է իր 5 անդամներին միանալ իրավաբաններին եւ օգնել նրանց աշխատել համատեղ ուժերով դատարանում, որպեսզի այդ փաստաթուղթը վերջնականապես չեղարկվի։ Արտյոմ, այսինքն հայկական թաղամասի բնակիչների պահանջը կարող ենք բավարարված համարել։ Թաղամասի բնակիչները ոնց հասկանում են, բավարարված են, շնորհակալություն են հայտնում եւ միաբանների ժողովի անդամներին եւ անձամբ պատրիարքին, բայց արժևում դեռ շատ լուրջ եւ աշխատանք է սպասում եւ քանի որ լուրջ ճնշում է գործադրվում պատրիարքության վրա, կարող ենք ենթադրել, որ այդ մոտակա ամիսները հեշտ չեն լինելու։ Այդ թվում նաեւ պետական կառույցների կողմից է ճնշում, անուղղակի ճնշում գործադրվում պատրիարքության վրա, քանի որ մի քանի օր առաջ ասել էի, որ կրկին դատարան է վերադարձվել այն վեճը, եւ քանի որ քաղաքապետարանը պահանջում է տարիներ շարունակ չվճարված
պետական հարկեր վճարել, որոնք ավելի քան, այսինքն մի քանի միլիոն դոլարի են հասնում։ Հակառակ դեպքում սպառնում են արգրավել գույքը եւ աճուրդի միջոցով այն վաճառքի հանել։ Դա եւս պատրիարքության վրա ճնշում գործադրելու գործիք է, կարծում եմ։ Արդյոք իսրայելական հասարակությունը այս վեճը ինչպես է ընկալում։ Դե ըստ որոշ տեղեկությունների այդ ընկերությունը, որը կողմ է հանդիսացել այդ գործարքի, վերահսկվում է կամ սպասարկում է ծայրահեղական հուդայական կազմակերպություններից մի քանիսին, բայց հասարակությունում վերաբերմունքը ամենևին էլ միանշանակ չէ։ Եվ ընդամենը մի քանի օր առաջ մի խումբ հեղինակություն ունեցող մտավորականներ իսրայելացի հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով իրենց համերաշխությունը հայտնեցին հայոց պատրիարքությանը եւ Իսրայելի հայերին։ Այդ փաստաթուղթը հայտարարում է, որ անընդունելի է ցանկացած փոխզիջում այդ հարցում, որ դա կարևորագույն սկզբունքային հարց է, որում հայերը միանշանակ ճիշտ են եւ որ որևէ կերպ չի կարելի հանդուրժել հայերի վրա գործադրվող ճնշումները եւ բռնությունները։ Եվ այդ փաստաթուղթը ստորագրողների թվում իսկապես հեղինակություն ունեցող իրավաբաններ, գրողներ, լրագրողներ, պետական գործիչներ կան։ Մասնավորապես ստորագրել է Իսրայելի Սփյուռքի հարցերով նախկին նախարար Նեյխման Շայը, գործող Երուսաղեմի փոխքաղաքապետ Յոսի Հավիլիոն, նախկին падգամավորներ, Երուսաղեմի նախկին գլխավոր դատախազ, հեղինակավոր պրոֆեսորներ, գիտնականներ, իրավաբաններ։ Եվ այդ համերաշխությունը կարծում եմ նույնպես ինչ-որ ազդեցություն կունենա եւ ուժ կտա Երուսաղեմի մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն արդյոք։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի Ալլահ Ալաջյանը, գործընկերս կներկայացնի անցնող շաբաթվա միջազգային իրադարձությունները։ Բարև ձեզ, հորիզոնի այս հատվածում կամփոփենք աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունները։ Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան։ Այս տարի անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի արդեն 80-րդ նստաշրջանը, եւ այն աչքի ընկավ նրանով, որ 6 պետություններ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ճանաչեցին Պաղեստինը։ Այժմ արդեն աշխարհի 193 երկրներից Պաղեստինը ճանաչել է ավելի քան 150 երկիր։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս հարցի վերաբերյալ համաժողովին մասնակցող աշխարհի շատ առաջնորդներ նշեցին, որ որոշ արևմտյան երկրների կողմից Պաղեստինի պետականության ճանաչումը կարող է խթան հանդիսանալ երկու պետության ստեղծման տարբերակի առաջխաղացման համար։ Նախ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարեց Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Ժամանակը եկել է, ահա թե ինչու հավատարիմ լինելով իմ երկրի պատմական հանձնառությանը, Մերձավոր Արևելքի, Իսրայելի ու Պաղեստինի ժողովուրդների միջև խաղաղության նկատմամբ ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան այսօր ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Ժամանակն է ազատ արձակել Համասի կողմից պահվող 48 պատանիներին։ Ժամանակն է դադարեցնել պատերազմը, Գազայի ռմբակոծությունը, կոտորածները եւ բնակչության արտագաղթը։ Մակրոնը մի քանի ամիս առաջ արդեն հայտարարել էր իր մտադրության մասին, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից վերահաստատեց, որ այս քայլը իր համոզմամբ պետք է ճանապարհ բացի դեպի խաղաղություն։ Այս շաբաթ Պաղեստինի ճանաչման մասին հայտարարեցին նաև Ավստրալիան, Կանադան, Պորտուգալիան եւ Մեծ Բրիտանիան, իսկ ավելի վաղ Մալթան, Անդորան, Բելգիան, Լյուքսեմբուրգը եւ Սան Մարինոն։ Այս քայլերը կարող են Պաղեստինը ճանաչող ՄԱԿ-ի անդամների ընդհանուր թիվը հասցնել գրեթե 160-ի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մինչ այս մի քանի անգամ քննադատել էր Փարիզի որոշումը, այն որակելով ահաբեկչության պարգևատրություն եւ խոստացավ պայքարել ճանաչման դեմ բոլոր միջազգային հարթակներում։ Ես հստակ ուղերձ ունեմ այն առաջնորդներին, ովքեր ճանաչում են Պաղեստինի պետությունը հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո։ Դուք հսկայական նվեր եք տալիս ահաբեկչությանը։ Եվ ես մեկ այլ ուղերձ ունեմ ձեզ համար։ Դա տեղի չի ունենա։ Հորդանանից արևմուտք Պաղեստինի պետություն չի լինի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պնդում է, որ Պաղեստինի պետական կարգավիճակի հարցը պետք է որոշվի ուղիղ բանակցությունների միջոցով։ Գերմանիան եւ Իտալիան եւս չեն աջակցել այս նախաձեռնությանը։
Հայաստանը դեռ 2024 թվականի հունիսին էր պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը, ընդգծելով, որ այդ քայլը բխում է Մերձավոր Արևելքում խաղաղության եւ երկու պետություն սկզբունքի իրագործման անհրաժեշտությունից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ Պաղեստինի պետությունը ճանաչելու մի քանի երկրների որոշումը պատմական է եւ չափազանց կարեւոր։ Մոտ 2 տարի մեր տարածաշրջանը լուրջ հումանիտար աղետ է ապրում Իսրայելի կառավարության կողմից հարձակումների ուժգնացման պատճառով։ Գազայում կոտորածը, որը խլել է ավելի քան 65,000 մարդու կյանք, շարունակվում է անդադար։ Ոչ մի խղճմտանք ունեցող մարդ չի կարող հաշտվել տեղի ունեցողի հետ կամ լռել նման ցեղասպանության առջև։ Նեթանյահուի կառավարության նպատակն է անհնարին դարձնել պաղեստինյան պետության ստեղծումը եւ ստիպել պաղեստինցի ժողովրդին փախչել հնարավորինս հեռու։ Այս բացասական զարգացումների ֆոնին մի խումբ երկրների, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը չափազանց կարևոր եւ պատմական է։ Այս ամենին արձագանքելով Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը խոսեց տեսակապով ողջունելով Պաղեստինը ճանաչելու որոշումները։ Մենք գնահատում ենք Պաղեստին պետությունը ճանաչած երկրների դիրքորոշումը եւ կոչ ենք անում նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել այն, անել դա։ Իդեպ Մահմուդ Աբասի խոսքերը հետևել էր նրան, որ Միացյալ Նահանգները մերժել է պաղեստինցի պաշտոնյաներին մուտքի վիզա տրամադրել, ինչի պատճառով նրանք չէին կարողացել մասնակցել Պաղեստինի ճանաչման միջոցառմանը։ Իդեպ ԱՄՆ իշխանությունները նոր սահմանափակումներ էին սահմանել նաև Նյու Յորք ժամանող իրանական պատվիրակության համար, մասնավորապես արգելելով նրանց գնումներ կատարել շքեղ խանութներում։ Պատվիրակության տեղաշարժը նույնպես սահմանափակվել էր։ Նախկինում պատվիրակները կարող էին ազատորեն տեղաշարժվել ՄԱԿ-ի շենքի, Իրանի առաքելության, դեսպանի նստավայրի եւ Ջոն Քենեդիի միջազգային օդանավակայանի միջև։ Այժմ նրանց երթուղիները զգալիորեն սահմանափակված են եղել։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայել Բաղային դատապարտել է այդ սահմանափակումները։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ Միացյալ Նահանգների կողմից իրանցի դիվանագետների նկատմամբ համակարգված հետապնդումները խանգարել են իրանցի պատվիրակներին մասնակցել այսպես կոչված թույլատրված պարամետրերից դուրս անցկացված մի քանի բազմակողմ միջոցառումների միայն այս շաբաթ։ Մեր դիվանագետների ճանապարհորդության եւ նույնիսկ նրանց ամենօրյա մթերային գնումների նկատմամբ նման սահմանափակումների կիրառումը ոչ միայն ԱՄՆ-ի գլխավոր գրասենյակի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է։ Նրա խոսքով սա նոր շատ ցածր կետ է, որը ցույց է տալիս ԱՄՆ վարչակազմի կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված թշնամանքի մակարդակը։ Եզրափակել է Բաղային։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ ԱՄՆ նախագահը անսպասելի հայտարարություն արել, նշելով, թե Ուկրաինան կարող է Եվրոպայի օգնությամբ հետ բերել իր տարածքները։ Դոնալդ Թրամփը նաև կոչ արել եվրոպական երկրներին անհապաղ դադարեցնել ռուսական նավթի գնումը եւ սպառնացել Ռուսաստանի նկատմամբ շատ խիստ մաքսատուրքեր սահմանել, եթե Ռուսաստանը չհամաձայնվի դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Դոնալդ Թրամփի այցը ՄԱԿ-ի կենտրոնակայան ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, այդ թվում շարժասանդուղքի եւ հեռահուշարարի անսարքությամբ, որը նա օգտագործեց միջազգային կազմակերպության հասցեին իր քննադատությունն ուժեղացնելու համար։ Գլխավոր ասամբլեայի 80-ամյակին նվիրված նստաշրջանը բացելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց ստեղծել երկարատև հրադադար եւ խաղաղություն Ուկրաինայում։ Դրանից մեկ ժամ անց ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Թրամփը դիմեց եվրոպական երկրներին, որոնք չեն հրաժարվում Ռուսաստանից նավթի մատակարարումներից եւ հայտարարեց, թե նրանք հովանավորում են իրենց դեմ պատերազմը։ Սա Թրամփի առաջին ելույթն է գլխավոր ասամբլեայում 2020 թվականից ի վեր։ Թրամփը իր ելույթի զգալի մասը սկզբում նվիրել է ՄԱԿ-ի քննադատությանը եւ ոչ միայն կապված կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Կրկին պնդելով, որ ինքն արդեն կանգնեցրել է 7 պատերազմ, Թրամփը բողոքել է, որ ՄԱԿ-ը նույնիսկ չի փորձել օգնել իրեն։ Իդեպ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Դրանից հետո Զելենսկին նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային։ Զելենսկին այս հանդիպումը համարել է ամենաբովանդակայինը, մինչդեռ Reuters-ը նշել է, որ Կիևի հույսերը Ռուսաստանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր խիստ պատժամիջոցների վերաբերյալ մարում են։ Լրատվամիջոցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի շատ աջակցություն է փնտրում դաշնակիցներից, ՄԱԿ-ում ելույթ ունենալիս եւ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելիս։ Սակայն կուլիսներում Կիևը լուռ պատրաստվում է պատերազմի նոր փուլի, որում ավելի շատ հույսը դնում է իր վրա։ Զելենսկու հետ զրույցից հետո Դոնալդ Թրամփը բավականին անսպասելիորեն Ուկրաինամետ հայտարարություն արեց, հայտարարելով, որ Ուկրաինան Եվրոպայի օգնությամբ կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքները։ Այս մասին նա գրել է իր Truth Social ցանցում։
Սովորելով եւ լիովին հասկանալով Ուկրաինայի Ռուսաստանի հետ կապված ռազմական եւ տնտեսական իրավիճակը եւ այն տնտեսական խնդիրները, որոնք դրանք առաջացնում են Ռուսաստանի համար, ես հավատում եմ, որ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ ի վիճակի է պայքարել եւ վերադարձնել ամբողջ Ուկրաինան իր սկզբնական տեսքով։ Այս ընթացքում շարունակվում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները։ Դրան զուգահեռ վերջին շրջանում վատթարացան Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Պատճառն այն է, որ անօթաչուներ մուտք գործեցին մի շարք երկրների օդային տարածքներ։ Այս սրացումը տեղի է ունեցել Լեհաստանում անօթաչու թռչող սարքի հարվածից եւ Բալթյան երկրներում ու Բելարուսում անցկացված զորավարժություններից հետո։ Ըստ Էստոնիայի պաշտպանության նախարարության Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 3 MiG-31 կործանիչներ առանց թույլտվության մտել էին նաեւ Էստոնիայի օդային տարածք, այնտեղ մնացել մոտ 12 րոպե։ Դրանից հետո Էստոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց եւ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ խորհրդակցությունների համար դիմեց դաշինքին։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Միացյալ Նահանգները կոչ արեց Ռուսաստանին անհապաղ դադարեցնել այս վտանգավոր մարտահրավերը։ Այնուհետև անօթաչու թռչող սարքեր հայտնվեցին Դանիայում եւ Նորվեգիայում։ Երկուշաբթի գիշերը Կոպենհագենի օդանավակայանի մոտ անհայտ անօթաչու թռչող սարքերի հայտնվելը երկրի պատմության մեջ կարևորագույն ենթակառուցվածքների վրա ամենալուրջ հարձակումն էր, հայտարարեց Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Հարցին, թե կասկածում է արդյոք Ռուսաստանին, Ֆրեդերիկսենը պատասխանել է. «Ամեն դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող հերքել, որ դա Ռուսաստանն էր»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, անհիմն համարեց Ռուսաստանի ներգրավվածության մասին մեղադրանքները։ Ամեն անգամ, երբ մենք անհիմն մեղադրանքներ ենք լսում, անկեղծ ասած դա հանգեցնում է նրան, որ նման հայտարարությունների շարունակականությունը այլևս հաշվի չի առնվում, քանի որ ամեն անգամ մենք այնտեղից անհիմն մեղադրանքներ ենք լսում։ Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ անօթաչու է հայտնվել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի օդանավակայանի վերևում։ Դրանից հետո փակվեց օդային տարածքը։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը այս տարի 3 անգամ խախտել է Նորվեգիայի օդային տարածքը, հավելելով, որ պարզ չէ սա դիտավորյալ քայլ է եղել, թե նավիգացիոն սխալի արդյունք։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Ռուսաստանի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին էլ արձագանքել է այդ երկրի նախագահը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի ոչ միայն խոսքերով, այլև ռազմատեխնիկական միջոցառումներով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև ասել է, որ Մոսկվան պատրաստ է ևս 1 տարով երկարաձգել միջուկային զենքի սահմանափակումների մասին ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ 2010 թվականին կնքված New Start համաձայնագրի կասեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ համաշխարհային կայունության համար եւ խթանել միջուկային զենքի տարածումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին եւ մտադիր է մեկնաբանել այդ հայտարարությունը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մամուլի ասուլիսի ժամանակ։ Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը մինչև 2030 թվականը կգործարկի աշխարհում առաջին միջուկային էներգահամակարգը փակ վառելիքի ցիկլով։ Այն կկառուցվի Տոմսկի մարզում։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնեց Մոսկվայում կայացած գլոբալ ատոմային էներգիայի ֆորումի ժամանակ։ Պուտինը նշել է, որ ուրանի պաշարները կբավարարեն մինչև 2090 թվականը, բայց կարող է եւ ավելի շուտ սպառվեն։ Ռուս գիտնականների կողմից իրականացված հեղափոխական զարգացումը կօգնի լուծել այս խնդիրը։ Իրանի շուրջ քննարկումներն էլ ակտիվ բնույթ են կրում։ Սեպտեմբերի 28-ից կարող են վերագործարկվել այդ երկրի դեմ պատժամիջոցները։ Թեհրանը հայտնել է, որ սառեցնում է շփումները ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, առայժմ սակայն դուրս չգալով միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից։ Իրանի անվտանգության խորհուրդն այս որոշումը կայացրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քվեարկությունից հետո։ Դրա ընթացքում անվտանգության խորհրդի անդամներից միայն 4-ը՝ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանն ու Ալժիրը կողմ քվեարկեցին այն բանաձևի նախագծին, որով բացառվում էր Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի խոսքով այդ քվեարկությունը վկայում է, որ միջազգային հանրությունն այլևս ի վիճակի չէ Թեհրանի միջուկային ծրագրի հարցով միասնական դիրքորոշում ձևավորել։ Ավելի վաղ տպավորություն էր, որ Իրանն ու Արևմուտքը կարողացել են դիվանագիտական փակուղուց երգեր գտնել։
Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շտաբ կարգով մեկնել է Վիեննա, որտեղ բանակցելու է եվրոպական երյակի ներկայացուցիչների հետ։ Ժամեր անց, սակայն Իրանը հերքեց այս տեղեկությունը, հայտարարելով, որ Արաղչին ոչ թե Վիեննա, այլ Նյու Յորք է ուղևորվում։ Ու մինչ իրանցի դիվանագետները փորձում են մի քանի ճակատով աշխատել, Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեժեքյանը պնդում է, պատժամիջոցների վերագործարկումը բարդություններ կստեղծի, որոնք սակայն անհաղթահարելի չեն լինի։ Օգտագործելով պատժամիջոցների վերագործարկման մեխանիզմը, եվրոպացիները ցանկանում են արգելափակել Իրանի առաջընթացը։ Նրանք սակայն չեն կարող կասեցնել մեր ընթացքը, Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, որում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի եւ աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության եւ համատեղ զարգացման վրա։ Այս շրջանակներում Իրանն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ասել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Իսկ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել, հիմնվելով տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Այս օրերին ՄԱԿ գագաթնաժողովից բացի Նյու Յորքում կայացավ Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովը, որի ընթացքում ելույթի ժամանակ ԱՄՆ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը հայտարարեց, որ պարբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ հարավային Կովկասին առնչվող հարցերի վերաբերյալ։ Նա մանրամասնեց, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի եւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալանի հետ։ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը խրախուսում է նման շփումները։ Ըստ նրա, թուրք դիվանագետներն ու հետախուզությունն էական դեր ունեն տարածաշրջանային հարցերում Միացյալ Նահանգների ղեկավարի թիմի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք բանակցություններ անցկացրեցին Սպիտակ տանը։ Թրամփն ասել է, որ Էրդողանը ուժեղ մարդ է, ինքնավստահ, ավելացնելով, որ ինքը սովորաբար չի սիրում ինքնավստահ մարդկանց, բայց միշտ սիրել է նրան։ Թրամփը նաև նշել է, որ Էրդողանը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայում պատերազմի ընթացքի վրա, եթե ցանկանա, բայց նա խնդրում է չեզոքություն պահպանել։ Վաշինգտոնի վարչակազմը որոշումներ է կայացնելու Թուրքիային F-35 եւ F-16 կործանիչների Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի եւ այլ ամերիկյան զենքի հնարավոր վաճառքի վերաբերյալ։ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած բանակցությունների ավարտին Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Թուրքիան ռազմավարական, քաղաքացիական, միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Իսկ Բաքվում կայացած միջազգային ներդրումային ֆորումի ժամանակ նախաստորագրվեցին փաստաթղթեր Ադրբեջանի պետական նավթային Սոքար ընկերության եւ Իտալիայի խոշորագույն բենզալացականներից Իտալիանա Պետրոլի միջև։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իտալիան Պետրոլին սեփականատեր է փոխում առաջին անգամ։ Այն ունի ավելի քան 4500 վառելիքի կայան եւ 2 վերամշակման գործարան։ Ըստ լրատվամիջոցի գործարքը վերջնականապես կստորագրվի մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել այսպես կոչված լիբիական գործի շրջանակներում։ Ըստ գործի մեղադրանքն այն մասին է, որ Սարկոզին Լիբիայի բռնապետ Մուամմար Կադաֆիից միլիոնավոր եվրոներ է ստացել 2007 թվականի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար։ 70-ամյա նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման պայմանական դատավճռով։ Սա նշանակում է, որ նա դատարանում չի կալանավորվի, այլ կուղարկվի 1 ամսյա կալանքի։ Սա նրա երրորդ քրեական գործն է եւ նա նախկինում ստացել էր ազատազրկման դատավճիռ, որը հետագայում փոխարինվել էր տնային կալանքով։ Դատավորը նաեւ պարտավորեցրել է Սարկոզիին վճարել 100,000 եվրո տուգանք։ Սարկոզին ասել է, որ ինքն անմեղ է եւ մինչեւ իր վերջին շունչը պայքարելու է արդարության համար։ Եվ վերջում ուշագրավ լուր առողջապահության ոլորտից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Եվրամիության ներկայացուցիչները եւ Մեծ Բրիտանիայի առողջապահական գործակալությունը կտրականապես հերքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տանը հնչեցրած այն պնդումները, որոնց համաձայն հղիության ընթացքում պարացետամոլի օգտագործումը կարող է հանգեցնել դեռ չծնված երեխայի մոտ աուտիզմի ախտանիշների ի հայտ գալուն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, թե 2000 թվականից ի վեր աուտիզմով տառապողների թվի քառապատիկ աճի պատճառները արհեստական են։ Այնուհետ բժիշկները պետք է զգուշացնեն, որ հղի կանանց Միացյալ Նահանգներում Թայլենոլ անվամբ հայտնի դեղամիջոցի օգտագործումը մեծացնում է աուտիզմի ռիսկը, հայտարարել էր ԱՄՆ նախագահը։ Խոսքը նույն պարացետամոլի մասին է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ դեղամիջոցի եւ աուտիզմի դեպքերի միջև ուղիղ կապ չկա։ Այսքանը հաճելի հանգստյան օրեր ձեզ, կհանդիպենք մյուս ուրբաթ։ Ցտեսություն։ Հայաստանում մեկնարկել է բջջային ցանցի օպտիմալացման լայնածավալ նախագիծ։ Դրա իրականացման նպատակների եւ սպասվող փոփոխությունների մասին մեր հաջորդ տեսանյութում։ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում փոփոխությունների նոր ալիք է։ Թիմ Տելեկոմ Արմենիան հայտարարում է բջջային ցանցի արդիականացման մեծ ծրագիր։ Նոյեմբերի 15-ից դադարեցնելով Հայաստանում 30 տարի գործող 2G ցանցի շահագործումը։ Ընկերությունը նպատակ ունի ռեսուրսներ ուղղել 4G եւ 5G ցանցերի զարգացմանը։ Իրականում սա ոչ թե միայն անջատում է, այլ մի շարք ռազմավարական փոփոխություններ եւ մեր երկրի եւ կապի ոլորտում, որովհետեւ 2G ցանցի օգտագործած այն ռեսուրսները, որ այսօր օգտագործում են ռադիոհաճախականային, էլեկտրոէներգիայի, տարածքային եւ մի շարք այլ ռեսուրսներ եւ մարդկային ռեսուրսը, որը սպասարկում է այդ ցանցը, ամբողջությամբ անջատումից հետո փոխակերպվելու է 4G եւ 5G տեխնոլոգիաների մեջ։ Այս փոփոխությունը կհանգեցնի ծածկույթի բարելավման, ավելի արագ, ավելի հուսալի եւ ավելի շատ հնարավորությունների, բարձրացնելով ծառայությունների որակը, հատկապես ինտենսիվ սպառման վայրերում։ Ավանդական առումով եւս դրական արդյունք կտա, զերծ կմնա գաղտնալսումներից եւ հակերների հարձակումներից։ 2G կապը անվտանգության տեսանկյունից բացարձակ ոչ մի մեջը տար չունի։ Դու ոնց որ բաց կապով սարից սար գոռալով խոսաս։ Դա նշանակում է ոչ միայն, որ օրինակ հեռախոսազանգերն են լսվում։ Դա նաև նշանակում է, որ ճանապարհին SMS-ներն են կարողանում կարդալ։ Հայաստանում ունենք դեպքեր, երբ որ բացարձակ անհասկանալի ձևով մարդկանցից օրինակ WhatsApp-ի հաշիվները զանգվածային ձևով գողանում են։ Եվ ամենայն հավանականությամբ հենց 2G խոցելիության պատճառով է։ Ելնելով մի շարք անվտանգային խնդիրներից այլևս չի գործի 2G ցանցը, բայց լուծում կա նրանց համար, ովքեր այդ ցանցի սպառողն էին։ Նրանք կստանան նոր բջջայիններ, նոր տեխնոլոգիաներով։ Նշենք նաև, որ 5G ցանցը հասանելի է Երևանում եւ Գյումրիում։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հորիզոնում այսօր այսքանը, բարի գիշեր։